Այն, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում քննարկել Հայաստանի ընտրական գործընթացները, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը լիովին հիմնավորված է համարում։ Եթե Եվրոպական միությունը, եթե Թուրքիան իրավունք ունեն միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ կարծիք հայտնել այս կամ այն տեխնատուի օգտին, եթե Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կարող է կարծիք հայտնել ըստ էության աջակցելով գործող վարչապետին կամ նրա արած գործի շարունակությունը, ապա բնականաբար Մոսկվան ունի այդ իրավունքը։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դուրս գալ թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, եթե Ռուսաստանը կիրառի տնտեսական կամ էներգետիկ ճնշումներ, այսինքն հարաբերությունները տեղափոխվում են փոխադարձ սպառնալիքների հարթություն։ Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից։ Այդքան հեշտ է դուրս գալ թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ միանալ Եվրոպական միությանը։ Զրուցակիցներս կարծում են, որ Եվրոպական միության անդամակցությունը պարզապես հեքիաթ է, որով իշխանությունը կերակրում է քաղաքացիներին։ Առնվազն մինչև 2030 թվականը լուրջ չէ այդ մասին բարձրագույն հայտարարություններ անելը, քանի որ Եվրոպան Հայաստանի հետ կապված դիրքորոշում չունի։ Ավելին, Եվրոպական միությունը պատրաստ է ընդլայնվել այն երկրների ուղղությամբ, որոնք ի վիճակի են վճարել։ Եվրամիությանը միանալու իրենց հերթին են սպասում Ալբանիան, Սերբիան, Մոլդովան, Ուկրաինան։